Երբ Տեր Հիսուսի աշակերտները հարցրեցին, թե վերջին օրերին ինչ պիտի տեղի ունենան, Տեր Հիսուս բազմաթիվ նշաններ ասեց։ Եթե բացենք Մատթեոսի 24-րդ գլուխը, ամբողջ գլուխը այդ մասին է, եւ Տեր Հիսուս տարբեր նշաններ տվեց, մի քանիսը միայն կարդանք։ Օրինակ, Մատթեոս 24-րդ գլուխ 7-8 համարները, Վասնզի ազգ ազգի վրա պիտի ելլե եւ թագավորություն թագավորության վրա եւ տեղ-տեղ սովեր եւ մահտարաժամներ ու երկրաշարժներ պիտի լինեն, սակայն սրանք ցավերի սկիզբն են։ 11-14 համարները, շատ սուտ մարգարեներ պիտի ելեն եւ շատերին պիտի մոլորեցնեն, անօրենության շատնալու համար շատերի սերը պիտի պաղի, բայց ով որ միջև վերջ համբերե պիտի ապրի։ Արքայության այս ավետարանը բովանդակ աշխարհի մեջ պիտի քարոզվի, բոլոր ազգերին վկայություն լինելու, նրանից հետո վերջը պիտի գա։ Համար 27-ը, վասնզի ինչպես փայլակը արևելքից կելլե եւ միջև արևմուտք կերևա, այնպես պիտի լինի որդի մարդու գալուստը։ Փայլակ ինչպես է երևում, մեկ ակնթարթ, մեկ վայրկյանից ավելի փոքր, մեկ ակնթարթի մեջ փայլակը, ինչպես արևելքից ելնում է միջև արևմուտք երևում է, այնպես պիտի լինի որդի մարդու գալուստը, ինչի մասին է խոսքը։ Հափշտակության, Տեր Հիսուսի երկրորդ գալստյան առաջի հանգրվանի հափշտակության մասին է խոսքը։ Նաև կարդանք 37-ից 44 համարները։ Ուրեմն արթուն կեցեք, որովհետև չգիտեք, թե որ ժամուն ձեր Տերը պիտի գա։ Բայց միջ այդ Տերը ասաց նաև. ինչպես էին Նոյի օրերը,
որդի մարդու գալուստն էլ այնպես պիտի լինի։ Քանզի ինչպես էին այն օրերը ջրեղեղից առաջ կուտեին, կխմեին, կին կառնեին, երկայն կտրվեին, միջև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ։ Այսինքն այն ժամանակ էլ կին առնել, հետո անմիջապես արձակել, նորից ուրիշին առնել, ամուսնալուծություններ։ Չգիտցան միջև ջրեղեղը եկավ եւ ամենքը վերցուց։ Որդին մարդու գալուստն էլ այնպես պիտի լինի։ Այն այդեն, եթե երկու հոգի արտի մեջ լինեն, մեկը պիտի առնվի, մյուսը ձգվի։ Ուրեմն ինչ? Հափշտակություն, վերցվեց, մյուսը մնաց։ Եթե երկու կին մեկ աղորիկով աղալու լինեն, մեկը պիտի առնվի, մյուսը պիտի ձգվի։ Ուրեմն արթունկեցեք, չգիտեք, թե որ ժամին ձեր Տերը պիտի գա։ Բայց այս իմացեք, թե եթե տանտերը գիտենար, թե գիշերվա որ պահին գողը կգա, արթուն կկենար եւ թող չեր տար, որ իր տունը ծակեն։ Սրա համար դուք էլ պատրաստ կեցեք, քանզի որդի մարդու պիտի գա այնպիսի ժամուն, որ դուք չեք կարծում։ Տեր Հիսուս այս նշանները տալուց հետո եւս 3 առակներ պատմեց, որոնք երկրորդ գալստյան հետ սերտ կապ ունեն։ Դրանցից մեկը հավատարիմ եւ անհավատարիմ ծառայի մասին էր։ Մատթեոս 24-րդ գլուխ 45-ից 50 համարները, եւ դրա մեջ էլ հորդորում է պատրաստ լինել։ Ապա 3 ծառաների առակը Մատթեոս 25-րդ գլուխ 14-ից 30 համարները, այնտեղ գիտեք այդ առակները, 3 ծառաներ, ում որ Տերը հերու երկիր որ գնաց, թագարություն առնելու գալու, մեկին 5 տաղանդ տվեց, մյուսին 2, երրորդին 1, եւ ասաց գնացեք, սրանցով պտուղ բերեցեք, եւ գիտենք այդ վերջինը, որ 1 տաղանդ էր ստացել, տարավ պահեց այդ տաղանդը եւ Տերը եկավ եւ նրան այպանեց դրա համար, ասաց դրսի խավարը պիտի ելնեսա։ Եվ երրորդ առակը այս երկուսի մեջտեղում է գտնվում, այն կոչվում է 10 կույսերի առակը։ Կարդանք։ Իդեպ միայն Մատթեոսի ավետանի մեջ է գրված։ Երկնքի թագարությունը նմանվում է 10 կույսերի, որոնք իրենց լապտերները առնելով փեսան դիմավորելու ելան։ Սրանցից 5-ը իմաստուն էին, իսկ 5-ը հիմար։ Հիմարները առան իրենց լապտերները, բայց իրենց հետ յուղ չառան, սակայն իմաստունները իրենց լապտերների հետ ամաններով յուղ էլ առան։ Երբ փեսան ուշացավ, ամենքն էլ թմրեցին ու քնեցին։ Կես գիշերին ձայն մը եկավ, ահա փեսան կգա, նրան դիմավորելու ելեք։ Այն ատեն բոլոր կույսերը ելան եւ իրենց լապտերները շտկեցին։ Հիմարները ասին իմաստուններին. տվեք մեզ ձեր յուղից, վասնզի մեր լապտերները մարելու վրա են։ Պատասխան տվին իմաստունները եւ ասին. չլինի թե մեզ ու ձեզ չբավականանա, այլ ծախողներին գնացեք եւ գնեցեք ձեզ համար։ Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ ու պատրաստ եղողները նրա հետ հարսանիքը մտան եւ դուռը փակվեց։ Ետքը մյուս կույսերը եկան ուսին. Տեր, բաց մեզի։ Բայց Տերը պատասխան տվեց եւ ասավ. ճշմարիտ կսեմ ձեզ, ես ձեզ չեմ ճանչնար, ուրեմն արթուն կեցեք, վասնզի ոչ օրը գիտեք, ոչ էլ ժամը։ Այս առակի գլխավոր նպատակը Տեր Հիսուսի երկրորդ գալուստն է եւ պատրաստ եղողներին իր հետ երկինք տանելը։ Տեր Հիսուսի երկրորդ գալուստը պիտի լինի 2 հանգրվանով։ Առաջինը կոչվում է ինչ? Հափշտակություն։ Rapture, восхищение ռուսերենով, հարփազո հունարենով։ Մեկ ակնթարթի մեջ, աչք փակել, բացելու մեջ հափշտակությունը պիտի տեղի ունենա։ Իսկ երկրորդ գալստյան երկրորդ հանգրվանը stage-ը կոչվում է Քրիստոսի հայտնություն։ Քրիստոս եկեղեցու հետ միասին եւ բոլոր ժամանակների հավատացյալ փրկվածների հետ միասին, ինչպես նաեւ միլիոնավոր հրեշտակների ուղեկցությամբ պիտի գա երկրի վրա եւ թագավորություն պիտի հաստատի 1000 տարիներ։
10 կույսերը։ Այս ասելով Տերը նկատի չունի միայն կույս աղջիկներին, այլ Փեսայի համար պոտենցիալ հարսը ներկայացնող։ Փեսանով է Հիսուսն է։ Հարսը կազմում է եկեղեցին։ Եկեղեցու մեջ միայն կույս աղջիկներ են։ Եկեղեցու մեջ երկու սեռից էլ կան տարբեր տարիքի մարդիկ։ Այս առակի իմաստը լավ հասկանալու համար որոշակի գաղափար պետք է կազմենք հրեական հարսանիքի վերաբերյալ, որ մեր հայկականն էլ բազմաթիվ բաղադրիչներ ունի, շատ նման են իրար։ Ուրեմն Փեսան պիտի գար հարսի տուն եւ ըստ սովորության որոշակի արարողություններ պիտի կատարվեին, ապա բոլորը մեկտեղ պիտի շարժվեին խրախճանքի տեղը։ Մեր մոտ էլ այդպես թե չէ։ Բայց անշուշտ իրենք մի բան չունեն, պակասում է իրենց մոտ։ Գիտեք ինչն է։ Հայրի մոտ կա այդ բանը։ Կոչվում է աղվես ուղարկել։ Երբ Փեսայի ժամանելուց առաջ մեկին ուղարկում են, որ ներկայանում է որպես լուր բերող, ասում են աղվեսը եկավ։ Ու նա ասում է, որ պատրաստվեք, հարսանքավորները գալիս են։ Եվ ինչ է ակնկալում, որ իրեն փող տան։ Բայց քանի որ իր անունը աղվես է, մի հատ հավ են տալիս ու ճամփում են։ Ուրեմն Փեսան 10 ծառաների հետ գնում է հարսի տուն։ Այս ամբողջ ամուսնական գործընթացի վերաբերյալ քարոզախոսություն ենք ունեցել, կոչվում է երկնային կոչունք։ Մանրամասնությամբ այս բաները խոսվել է։ Հիմա դա մեր գլխավոր նյութը չէ։ Ուրեմն լապտերներ ունեցող 10 կույսերը ելան, որպիսի Փեսային դիմավորեն։ Սրանցից 5-ը որակվեցին որպես իմաստուն եւ 5-ը որպես հիմար։ Ուրեմն մեծ տարբերություն կա, չէ՞։ Տերը հսկա տարբերություն դրեց, երկու տարբեր բևեռների վրա են գտնվում, մոտ էլ չեն անգամ։ Երբ որ վերլուծում ենք առակը, զարմանալիորեն շատ ընդհանրություններ ենք տեսնում, թվում է, թե այս 10-ն էլ նույնն են։ Քննենք։ Կոչունքի հրավերին բոլոր 10-ն էլ դրական արձագանք էին տվել։ Բոլոր 10-ն էլ սպասում էին Փեսայի հայտնվելուն։ Բոլոր 10-ն էլ լապտերներ ունեին։ Բոլոր 10-ի լապտերներում էլ յուղ կար, բայց 5-ի մոտ հավելյալ յուղ չկար։ Միակ տարբերությունը սա է։ Մի մեծ բան է։ Ինչ անենք, այդ մարդիկ լավ հաշվարկ չէին արել, քիչ էին յուղ վերցրել։ Հետո կտեսնենք, որ սա է ամենագլխավոր տարբերությունը։ Երբ Փեսան ուշացավ, բոլորն էլ քնեցին, բոլորն էլ, անգամ նրանք, ովքեր որ Տեր Հիսուսի կողմից որպես իմաստուն կոչվեցին։ Բոլորն էլ կես գիշերային ձայնից արթնացան, ահա Փեսան կուգա, բոլորն էլ ելան, բոլորն էլ իրենց լապտերները շտկեցին, այս քանի կետ եղավ։ Տեսնում եք, որքան ընդհանրություն կա, եւ թվում է, որ բոլորն էլ պատրաստ են Փեսայի գալուն, ըստ քննած չափանիշների, կարծես տարբերություն չկա։ Բայց տարբերությունը հետևյալի մեջ է, որ Տեր Հիսուս ասաց 5-ը իմաստուն էին եւ 5-ը հիմար։ Եվ Տերը եկավ իմաստուն եղողներին, պատրաստ եղողներին առավ ու տարավ իր թագավորությունը։ Որն է այս առակի ողջամիտ բացատրությունը։ Ձեզ ասեմ, որ բազմաթիվ բացատրություններ են տրված այս առակի, շատ հաճախ նաև հակասական բացատրություններ։ Օրինակ, այսպես են բնորոշում, որ քանի որ յուղը Սուրբ Հոգու խորհրդանիշն է, հետևաբար այդ 5-ը, որոնք հետո այդ յուղը չունեին, նշանակում է Սուրբ Հոգին ունեին, բայց իրենցից գնաց։ Այդպես ընդունենք, բայց դեպքում ինչպես բացատրենք, երբ որ նրանց յուղը պակսեց, այսինքն Սուրբ Հոգին չունեն, գնացին մյուսներին ասեցին, որ մեզ յուղ տվեք։ Եվ նրանք էլ ասեցին, գնացիք ծախողների մոտ։ Միթե Սուրբ Հոգին ծախու է դրված։ Ուրեմն տեսնում ենք, որ բոլորովին չի համապատասխանում այս բացատրությունը ողջամիտ ձևով բացատրելուն։
Ուրեմն կույսերը ներկայացնում են եկեղեցին երկնքի թագավորության մեջ։ Եվ Փեսան Քրիստոսն է, որ խոստացավ երկրորդ անգամ պիտի գա։ Բացատրությունը սրա։ Լապտերները յուղի հետ մեկտեղ ճշմարիտ փրկարար հավատքն է, այն որ հիմար կույսերը չունեին այդ հավատքը, առերևույթ ունեին, ամեն բան նույնն էր թվում, բայց իրենց հավատքը հիմնարար չէր, ճշմարիտ չէր, սրտի փոփոխությամբ չէր այդ հավատքը։ Ճշմարիտ հավատքը դավանություն է, վստահաբար, եւ այդ դավանությունը Սուրբ Հոգու դավանությունն է հավատացյալի մեջ, որ Հիսուս Տեր է եւ Փրկիչ է հավիտյան։ Եվ սրա հետ մեկտեղ այդ դավանության ապացույցը հաստատակամ հարատևությամբ Աստծո հետ քայլելն է։ Հավատքի կյանքը սիրելներ ապրելաձև է, երևույթ չէ։ Ճշմարիտ հավատացյալը ոչ թե պիտի ունենա երկու կյանք, մեկ աշխարհի իր կյանքը, իր ամեն ձևերով, ճիշտ աշխարհային ձևերով, կողքից էլ հոգևոր կյանքը քարշ տալով։ Հավատքի կյանքը մեկ է, եւ այն իր մեջ ընդգրկում է նաեւ մեր կենցաղը։ Մենք իրատես ենք, մենք օթերի մեջ չենք, երկրի վրա ենք դեռևս։ Հետևաբար, մեր բնականon կյանքը մենք պիտի ապրենք, սակայն Տեր Հիսուսի գծած նեղ ճանապարհով պիտի գնանք։ Բայց եթե երկու կյանք կա, նշանակում է մի ոտքը կամ մեկու կեսը աշխարհի մեջ, այն կեսը հավատքի մեջ, անընդունելի է։ Մենք հանդիպել ենք անձերի, ում համար մեծ պարծանք է իրենց անդամագրվելը այս կամ այն եկեղեցում։ Ինչ ասենք։ Կարևորագույնը գառնուկի կենաց գրքի մեջ գրված լինելն է։ Այս կամ այն եկեղեցուն անդամագրված լինելը երաշխիք չէ, ապահովագրություն չէ մեկի երկին գնալու։ Ջոել Օստինի եկեղեցում 40,000 մարդ է հավաքվում, չեմ ասում հավատացյալներ, մարդ։ Եվ այնտեղ Քրիստոսը չկա։ Ինչ կա այնտեղ։ Հոգեբանություն, բարգավաճում, անհիմն ոչ սուրբ գրային, երկրավոր կյանքի լավատեսություն, նաև կախարդական փայտիկով խնդիրների լուծում։ 10 համարը հետևյալն է ասում։ Երբ նրանք գնացին գնելու, Փեսան եկավ ու պատրաստ եղողներին անոր հետ հարսանիքը մտան եւ դուռը փակվեց, այո։ Ներկայիս սիրելիներ, մենք գտնվում ենք շնորհքի շրջանի մեջ, 2000 տարի, եւ ամեն վարքյան, ոչ թե մի քանի տարի հետո, կամ մի քանի հարյուրամյակ հետո, ամեն վարքյան շնորհքի դուռը կարող է փակվել, ամեն վարքյան սպասելի է, որ Տեր Հիսուս նորից վերադառնա, պատահական չէր, որ այդ նշանները կարդացինք Տեր Հիսուսի երկրորդ գալստյան, եւ շատ ուրիշ նշաններ էլ կան։ 11-12-ը Ետք է մյուս կույսերը եկան եվսին, Տեր, բաց մեզ, բայց նա պատասխան տվեց եւ ասավ, ճշմարիտ կսեմ ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում։ Այդ 5 կույսերը, որ թվում էր, որ մյուսներից չեն տարբերվում, Հիսուս ասում է, ես ձեզ չեմ ճանաչում։ Եկեք զուգահեռ մտցնենք, սրա հետ միասին Մատթեոս 7-րդ գլխի եւ կարդանք 21-ից 23 համարները։ Ոչ թե ամեն ով, որ ինձ Տեր կսե, պիտի մտնե երկնքի թագավորությունը, հապա նա, որ իմ երկնավոր հորս կամքը կկատարե։ Այսօր Տիրոջ անունը կանչողներ շատ կան, եւ Աստված ասում է. իմ անունը սպարապ տեղը ձեր բերանը մի առեք։ Շատեր այն օր ինձ պիտի գան եւ ասեն, Տեր, չէ որ քո անունով մարգարեություններ արեցինք, քո անունով դևեր հանեցինք, քո անունով շատ հրաշքներ արեցինք, բժշկություններ արեցինք, անգամ խմբերով գնացին տարբեր քաղաքներ, մարդկանց հիվանդություններից ազատեցին։ Բա լավ, եթե դրանք մի քաղաք կա, որ չեն գնացել,
այդտեղի մարդիկ հիվանդությունից պիտի մեռնեն։ Ուրեմն իրենցով է այդ բժշկությունը տրվում։ Եվ այսպիսիների համար Տեր Հիսուս ինչ է ասում։ Այն ատեն հայտնապես անոց պիտի ասեմ, թե ես ձեզ բնավ չէի ճանաչում։ Մեկդի կեցեք ինձանից, որ անօրենություն եք գործում։ Արտաքինից ամեն բան շատ լավ է, դեռ ավելին։ Այսօրվա եկեղեցիների մեջ մտած է entertainment, զվարճություններ, կեղծ արթնություններ, թռչկոտալով, պարելով, այն էլ ինչպիսի պարել, ինչպես որ հարցանյաց հանդեսներին են պարում։ Միայն թե մարդկանց վրա տպավորություն թողնվի։ Եվ Տերը այն օրը պիտի բացահայտի մարդկանց սրտի շարժառիթները, որ իրենց գրպանի, իրենց փառքի, իրենց PR-ի համար արեցին այդ ամեն բաները եւ ոչ թե Աստծո փառքի համար։ Մատթեոս 13-րդ գլխում 24-ից 30 համարներում գրված է Որոմի առակը։ Ուրիշ առակ մնալ առաջ բերավ անոնց եւ ասավ. երկնքի թագավորությունը նմանեցավ մարդումը, որ իր արտի մեջ բարի սերմ ցանեց։ Երբ մարդիկ քնում էին, թշնամին եկավ եւ ցորենի մեջ որոմ ցանեց ու գնաց։ Երբ խոտը բուսավ ու պտուղ բերեց, անկետով որոմն էլ երևցավ։ Ուստի տանտիրոջ ծառաները մոտեցան եւ իրեն ասին. Տեր, չէ որ դու քո արտիդ մեջ բարի սերմ ցանեցիր, ուրեմն որոմը որտեղից է։ Նա էլ ասավ անոնց. թշնամի մարդը ըրած է ատիկա։ Ծառաները իրեն ասին. հիմա կուզես, որ երթանք զանոն քաղենք։ Ճիշտ այդ 10 կույսերի նման ամեն առումներով, բոլոր չափանիշներով թվում է, որ ճշմարիտ են։ Նա էլ ասավ. չէ, չլինի, թե որոմը քաղած ատենին ցորենն էլ նրա հետ փրցնեք։ Թող տվեք, որ երկուքն էլ մեկտեղ աճին, միջև հունցքի ատենը։ Եվ հունցքի ատենը հնձողներին պիտի սեմ, առաջ որոմը քաղեցեք, խուրց կապեցեք այրելու համար, իսկ ցորենը իմ ամբարը ժողվեցեք։ Տեսնում եք ինչ լուրջ գործընթաց կա այստեղ, որ Աստված սրտերը քննելով վերջին օրը ինքը պիտի որոշի այս ամեն բաները։ Սեմնացանի առակը մեզ համար շատ դասական, կլասիկ մի առակ է, որտեղ 4 խմբի մարդիկ են ներկայացված, ովքեր բոլորն էլ լսեցին Աստծո խոսքը։ Եվ միայն մեկ խումբն էր, որ ճշմարիտ դուրս եկավ, պարարտ հողեր, այնտեղ ցանված սերմերը մեկի փոխարեն 30, 60 եւ 100 պտուղ տվեցին։ Բայց ճամփեզի կողմը թափված սերմերը, քարերի վրա թափված սերմերը, կամ էլ փշերի մեջ ցանվածները պտուղ չտվեցին։ Ով էր Հուդան? Մատնիչ։ Բայց ինքը Տեր Հիսուսի 12 աշակերտների մեջ էր։ Պատկերացեք, կողքից մեկը դիտում է եւ ինչ երանի է տալիս, չէ՞։ Ասում է երանի քեզ։ Հիսուսի աշակերտներից մեկն ես, ընտրված մեկն ես։ Միչև որ նրա սրտի գաղափարները, անհավատությունը մեջտեղ եկավ։ Ով էր Եսավը։ Այս մարդը նահապետների գերդաստանից էր գալիս եւ անդրանիկության առանձնաշնորհը ուներ։ Սակայն եկավ մի պարագա, որ անոթի էր եւ նախընտրեց մեկ աման շիկաթանը, քանց թե իր անդրանիկության իրավունքը։ Անանիան եւ Սաֆիրան ովքեր էին սրանք։ Թվում էր, որ ճշմարիտ էին, բայց Պետրոս առաքյալի միջոցով Աստված մեջտեղ հանեց նրանց սրտի դիտավորությունը, որ նրանք ճշմարիտներ չէին։ Այս 5 կույսերի նման, սրանց շարքին են պատկանում։ Ով էր Դեմասը։ Պողոս առաքյալի հետ գործակից էր եւ լավ էլ օգնական էր։ Այնպես որ Պողոս առաքյալը մի շարք թղթերում, մասնավորաբար Կողոսացից, Փիլիպեցից թղթերում նրա անունով էլ բարևներ է գրում։ Եվ նաև կարդում ենք 2 Տիմոթեոս 4:10 համար։ Դեմասը ինձ թողեց եւ գնաց Թեսաղոնիկե։ Ոմանք ասում են, որ որտեվ Սուրբ Հոգին իր միջից գնաց, դրա համար թողեց։
Բայց այստեղ շատ պարզ է։ Դեմասը ինձ թողեց, ոչ թե Աստծուն, Աստծուն չունել։ Ուղղակի ինչ շարժառիթներով Պողոս առաքյալի հետ էր, նրան օգնում էր, բայց երբ որ իր փափագներին գոհացում չտրվեց, ի վերջո իր սրտի միջի աշխարհասիրությունը մեջտեղ եկավ, թողեց, աշխարհը սիրեց ու գնաց Թեսաղոնիկե։ Եվ Հովհաննես առաքյալը ընդհանրական իր առաջի թղթում երկրորդ գլխում գրում է, որ մի սիրեք աշխարհը եւ ինչ որ աշխարհի մեջ է, որտեղ այն աշկի ցանկություն, մարմնի ցանկություն եւ այս կյանքի անբարտավանություն Աստծուց չէ, այլ սատանայից է։ Եթե մեկ աշխարհը կսիրի, նրան ներսիդին հոր սերը չկա։ Եթե մեկը աշխարհն է ընտրում, Աստծուն իրեն թշնամի է դարձնում։ Աշխարհը սիրեց։ Սայաթ-Նովան էլ աշխարհը սիրեց, չէ՞։ Վանքից դուրս ելավ եւ ասաց. «Ես աշխարհին իմ, աշխարհն էլ իմն է»։ Ասավ ու գնաց մարդը։ Հենց այդպես ընտրեց Դեմասի նման։ Նշվածները, ինչպես նաև այս 5 հիմար կույսերը Սուրբ գրքով որակվում են որպես աստվածպաշտության կերպարանք ունեցողներ։ Այո, չպիտի զարմանանք։ Եղել են եւ կան եւ մինչեւ Քրիստոսի գալուստն էլ պիտի լինեն։ Մենք կարդում ենք 2 Կորինթացիս 11-րդ գլուխը 13-ից 15 համարները։ Սա հենց արմատն է ցույց տալու համար, թե սատանան որքան խորամանկ է, հանճարեղ է, անշուշտ չարի համար, որ կարող է անգամ եկեղեցիների մեջ ներդնել եւ ցանել որոմներ։ Եվ կարդանք. Վասնզի այնպիսիները սուտ առաքյալներ, բայց առաքյալ են ներկանում, խաբեբա բանվորներ լինելով Քրիստոսի առաքյալների կերպարանքը իրենց վրա կառնեն։ Եւ զարմանալի չէ, վասնզի սատանան էլ լուսավոր հրեշտակի կերպարանքը կառնե։ Սատանան ինքը մեղքի պատճառով մի այլանդակ կենդանի է, սատանան, այդպիսի մի ստեղծվածն է, թեև ինքը շատ գեղեցիկ էր, բայց մեղքը իրեն այդպիսին դարձեց, սակայն կարող է լուսավոր հրեշտակի նման հայտնվել։ Ուրեմն, մեծ բան չէ, որ նրա պաշտոնյաներն էլ արդարության պաշտոնյաների կերպարանք առնեն, իրենց վերջը իրենց գործերի համեմատ պիտի լինի։ Ի վերջո, պիտի բացահայտվեն, այն տունկը, որ իմ հայրս չի տնկել, պիտի խլվի, Տեր Հիսուս այսպես ասաց։ Նաև կարդում ենք 2 Տիմոթեոս 3-րդ գլուխ առաջի 5 համարները, իմացեք, թե վերջին օրերը չար ժամանակներ պիտի գան, վասնզի մարդիկ պիտի լինեն անձնասեր, արծաթասեր, անբարտավան, հպարտ, համատում եք ներկա ժամանակների հետ, ինչ համատություն եք տեսնում, 100%, չէ, հայոյիչ, ծնողներին անհնազանդ, ծնողը պահում է, մեծացնում է օրերից մի օր, քացով տալիս հետ ամեն թափում է, թողում գնում է, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժանաբարո, բարին չսիրող, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր, որոնք այստեղ է շատ հետաքրքիր, աստվածպաշտության կերպարանքը ունեն, կարող են նաև որպես հավատացյալ ներկայանալ, սակայն աստվածպաշտության զորությունը Քրիստոսն է, եւ նա Քրիստոսի իրենց կյանքերի մեջ չունեն։ Արտաքինից ամեն բան լավ է, որոնն էլ արտաքինից նույնն է թվում, ինչ որ ցորենի ցողը, որ սկսում է աճել, բայց երբ որ գալիս է ժամանակը պտուղ տալու, այն ժամանակ է, որ հայտնի է լինում։ Նաև առաջի Տիտոս 15-16 համարները։ Ամեն բան մաքուր է մաքուրներին, բայց պիղծերին եւ անհավատներին բան մնալ մաքուր չէ, անգամ իրենց շնչած օդը իրենց օրտնություն չէ։
հապանոց միտքնալ, խճմտանքնել պղծված է։ Կխոստովանին, թե Աստծուն ճանաչում են, բայց իրենց գործերով կուրանան, պիղծ ու աննազանդ լինելով եւ ամեն բարի գործի անպիտան։ Մեռնեմ Աստծուն։ Աստված քեզ համար է մեռել, այ խղճուկ, որպեսզի դու փրկվես։ Ես Աստծու ցավը տանեմ։ Աստված եկավ, որ քո ցավը տանի, որ մեղքերի եւ հանցանքների մեջ մեռածես, որ քեզ ազատի դրանից։ Աստված պաշտության կերպարանք, միայն, բայց զորությունը Քրիստոսը իրենց կյանքերի մեջ չկա։ Այս երեք առակների մեջ մենք տեսնում ենք փրկվողներ եւ զոհ գնացողներ։ 5 կույսերը, որոնք փրկվեցին, իմաստուն էին, որտեղ Տիրոջ հետ էին ապրում, Աստված իրենց կյանքերի մեջ էր, նրանով էին առաջնորդվում, բայց այն մյուս 5 կույսերը միայն կերպարանքը ունեին, սակայն ճշմարիտ չէին։ Նույն ձևով նաև հավատարիմ եւ անհավատարիմ ծառան, մեկը հավատարմությամբ Աստծո հետ քայլեց, անպայման չէ, որ մի գործ անի, որ ասես, այս գործը քանի որ անում է, ինքը հավատարիմ է։ Արդեն հավատքի ճշմարիտ ընթացքը, դավանությունը բավարար է, որ մարդ իմանա այս անձնավորության ճշմարիտ լինելը։ Բայց մյուսը անհավատարիմ էր, աշխարհիկ կյանքով, գինեմոլների հետ նստում ուտում, խմում էր, ի վերջո Տերը երբ որ եկավ, ճշմարիտը վերցվեց, մյուսը կորցվեց։ Եվ նաև 3 ծառաների առակը, երկուսը հավատարիմ գտնվեցին, երրորդը տարավ, իրեն տրվածը պահեց, երբ որ Տերը եկավ, իրեն հանդիմանեց, ոչ միայն հանդիմանեց, դա պատճառ եղավ, որպեսզի նա դուրսի խավարը հանվի, այսինքն չփրկվի։ Ոմանք հավատում են մասնակի հափշտակության, որ հավատացյալների մի մասը պիտի հափշտակվեն, բայց մի մասը պիտի մնան մեծ նեղության շրջանին, ինչպես օրինակ 5 հիմար կույսերը պիտի մեծ նեղության շրջանը բոլորելուց հետո նոր նրանք փրկվեն։ Ճիշտ է սա։ Քրիստոսի հարցը մեկ է այդ հարցը։ Այն բաժան չի լինում։ Հիսուս ինչ ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ չեմ ճանաչում։ Եթե նրանց ճանաչելուց լիներ որպես ճշմարիտներ, նրանց հիմար չպիտի կոչեր, այդպես չէ։ Ուրեմն առակի գլխավոր նպատակը Հիսուսի գալուստով պիտի զատվեն ճշմարիտ հավատացյալները, նրանք ովքեր որ Սուրբ Հոգուց ծնված են, այսինքն վերստին ծնունդ ունեն, նրանք ովքեր որ հարատևությամբ հավատքի կյանքն են ապրում եւ իրենց կյանքով էլ ապացուցում են, որ Տիրոջն են պատկանում։ Եվ Աստվածպաշտության կերպարանք ունեցողները պիտի բացահայտվի նրանց ճշմարիտ չլինելը, եւ անգամ եթե գործեր էլ կատարել են, այդ գործերն էլ փուչ պիտի դուրս գա, որովհետեւ Տեր Հիսուս ասաց. չեք կարող մի բան անել առանց ինձ։ Եթե հոգևոր դաշտի մեջ մի գործ կա, ներշնչողը եւ առաջնորդողը Սուրբ Հոգին է։ Այս առակից սերներ երկու կարևոր հորդոր կամ ասենք պատվիրան պիտի վերցնենք։ Նախ եւ առաջ պատրաստ լինելը։ 10 համար այդպես էր ասում. Փեսան եկավ եւ պատրաստ եղողները նրա հետ հարսանիքը մտան։ Կարևոր չէ որ մեկը տարիներ եկեղեցի գնա։ Կարևոր չէ որ ծառայություններ անի։ Ամենակարևոր բանը հոգուց ծնունդ ունենալն է։ Քրիստոս իր կյանքի մեջ ունենալն է։ Այդ պարագային մնացած բաներն էլ արժևորվում են, թե եկեղեցի գնալը եւ թե ծառայություններ անելը։ Բայց եթե մեկը իր սիրտը Տիրոջի չի տվել, վտանգված է նրա ապագան։ Իսկ այդ ապագայի մասին արդեն գրված է. կա ծծումբով այրված կրակի լիճ, սարսափելի մի տեղ, որտեղ կրակը չի մարում, որտեղ կա լալ եւ ակրաների կրճտոց հավիտյանս հավիտենից։ Եվ այլևս փրկող չկա այնտեղից։ Մարդուն սահմանված է մեկ անգամ մեռնել, որից հետո դատաստան։ Այս կյանքի մեջ պիտի որոշվի մեր ապագան, մեր հավիտենականությունը։
Եթե Քրիստոս քու Տերը եւ քու Փրկիչդ է, փառք Տիրոջ, շարունակի, ավելի մոտեցիր նրան, նրանով քու կյանքը դասավորիր եւ ամեն որոշումներդ Տիրոջ կամքի համաձայն արա։ Իսկ նրանք ովքեր որ իրենց սիրտը Տիրոջը չեն տվել, պետք չէ որ ուղղորդելով աղոթ կանեն, աղոթ կրկնեն, իրենց սրտի մեջ Հիսուսին հրավիրեն եւ անգամ իրենց դողդոջուն շրթունքներով, անգամ քիչ իմաստավորված, քիչ անիմաստ խոսքերով անգամ, քանի որ Տերը սրտերն է քննում, Տերը չի նայում քո աղոթքիդ բառերի ճոխությանը, ինքը նայում է, քննում է իր ռադարով քո սրտի դիրքին, եթե ճշմարտապես խոնարես եւ Քրիստոսին կյանքիդ մեջ հրավիրես, Աստված քո կյանքդ պիտի հեղաշրջի։ Տեր Հիսուս մեր քննարկած առակին աջակցող մի առակել պատմեց, այն Մատթեոս 22-րդ գլխում է, 1-ից 14 համարներն է, բայց չկարդանք, դուք տանը կարդացեք։ Այս առակն էլ նույն դիտավորություն ունի, նույն սկզբունքներն ենք տեսնում, թագավոր մարդը ելավ իր որդու համար հարսանիք պատրաստեց, ով է, երկնավոր հայրը իր որդու համար կոչունք պատրաստեց եւ բոլորին հրավիրեց, սակայն շատերը հրաժարվեցին, մեկը արտ ունի, առած, մյուսը կնիկ առավ, երրորդն էլ մարդ առավ երևի, եւ այսպիսի շատ բաներ, այլ կերպ ասած, մի պատճառաբանություն գտան եւ հրաժարվեցին, եւ թագավորը ասաց գնացեք փողոցների ծայրերում, ում որ գտնեք, ովքեր որ հոժար են, բերեք եւ թող հարսանիքի սրահը լեցվի։ Եվ լեցվեց։ Եվ այնտեղ հայտնվեց մեկը, որ հարսանեկան հանդերձ չուներ։ Այլ կերպ ասած, Քրիստոսի արդարությունը չուներ։ Եվ Տերը հայտնվելով այսպես ասաց. ընկեր, ինչի համար հոս մտար առանց հարսանիքի հանդերձի։ Այլ կերպ ասած, դու այստեղ չես պատկանում, որտեվ քո մեղքերդ ներված չեն, Քրիստոսով արդարություն հագած չես։ Նա պապանձվեց, այն ատեն թագավորը սպասավորներին ասավ. կապեցեք նրա ոտքերն ու ձեռքերը, հանեք դուրսի խավարը, հոն պիտի լալ եւ ակրաներ կրճտեր, վասնզի կանչվածները շատ են, բայց ընտրվածները քիչ են։ Այսօր ցանկացած մեկը կարող է այդ ընտրության մեջ լինել, եթե ինքը հոժարի եւ Տիրոջը իր կյանքի մեջ հրավիրի։ Ուրեմն առաջինը մեզ պատվիրվեց պատրաստ լինել։ Քրիստոս մեր կյանքերի մեջ իրենով դասավորենք մեր կյանքը։ Երկրորդը արթուն կեցեք, որովհետև չգիտեք թե որ պահին Տերը պիտի գա։ Ինչպես առաքյալների ժամանակ էր, ներկայիս էլ կան մարդիկ, պիտի ասենք ցավալիորեն հավատացյալներ, որ ասում են, գիտեք, ասում եք Հիսուս պիտի գա, բայց այսքան սերունդներ անցան եւ չեկավ։ Այս կապակցությամբ Պետրոս առաքյալը հետևյալն է գրում, կարդանք 2 Պետրոս 3 գլուխ 3-4 համարները։ Բայց նախ սա գիտեցեք, թե վերջին օրերը ծաղր անողներ պիտի լինեն, որոնք իրենց ցանկությունների համեմատ պիտի քայլեն։ Այսինքն եթե այդ հավատացյալը նաև սիրում է աշխարհը, չի ուզի Հիսուս գա, լավ է, այսպես գնանք։ Ամեն տեսակի հաջողություններ կա, որոնք իրենց ցանկությունների համեմատ պիտի քայլեն եւ պիտի ասեն, ուր է նրա գալուստի խոստումը, վասնզի եթե մեր հայրերը քննացան, բայց դեռ ամեն բան այնպես կմնա, ինչպես արարածների սկիզբը։ Եվ նաև կարդում ենք 8-9 համարները, այս մեկ բանը ձեզ այն ծածուկ չմնա, սիրելիներ, թե Տիրոջ մոտ մեկ օրը 1000 տարվա պես է եւ 1000 տարին մեկ օրվա պես։ Տերը չի ուշացնում իր խոստումը, ինչպես ոմանք ուշացած են համարում, հապա երկայնամիտ լինելով, որովհետեւ չի ուզում, որ մեկը կորցվի, հապա որ ամենքը ապաշխարեն։ Ուրեմն ծաղրնողներ պիտի լինեն, դարերի մեջ եղել են, վերջին ժամանակներում շատ ավելին պիտի լինեն։ Մարդիկ եղան, որ 2000 թվին են սպասում
2000 թիվը երբ որ եկավ եւ Հիսուս չեկավ, ասեցին չէ, հնարավոր է որ մի 1000 տարի էլ չգա։ Եվ այդպես քնեցին։ Եվ նրանց հավատքի կյանքը անկում ապրեց։ Նրանք սկսեցին աշխարհի հետ առուտուրով զբաղվել։ Արթուն կեցեք։ Զգոն եղեք։ Տիրոջ գալուստը այնպիսի պահի պիտի լինի, որ չեք սպասի։ Բայց Տերը մեզ շատ նշաններ տվեց։ Թզենու առակը, որ Իսրայելն է խորհրդանշում, որ 2400 տարի պետականություն չեր ունեցել, ի վերջո 1948 թվին պետականություն ունեցավ։ Այդ պահից սկսած է, որ Տիրոջ գալուստը ուժի մեջ է։ Մինչև այդ Տեր Հիսուս չպիտի գար, որտեվ ասած, երբ որ տեսեք թզենին ծաղկի, կակուղնա, այն ժամանակ իմացեք, որ դռների մոտ է։ Եվ նաև մեր կարդացածի մեջ Տիրոջ մոտ 1000 տարին մեկ օրվա պես է։ Տերը 6 օրվա մեջ ստեղծագործությունը կատարեց, 7-րդ օրը իր հանգիստն է։ Ահա 6000 տարին լրացավ Ադամից մինչև հիմա, 7-րդ հազարամյակը հանգստի հազարամյակն է, որ խորհրդանշում է հազարամյա թագավորությունը։ Մեզանից ամեն մեկը անկեղծ եթե քննի այս աշխարհի վիճակը, այն եզրահանգման պիտի գա, որ Տեր Հիսուսի գալուստը չափազանց մոտ է։ Չափազանց։ Հիսուս մի օրինակ էլ տվեց, ասաց, ինչպես էր Ղովտի օրերը։ Ինչպիսին էր Սոդոմը, Գոմորը, շրջակա քաղաքները, փոքրից մինչև մեծ միասեռական այդ աղտով տարապում էին։ Ներկայիս այն տարածված է ամբողջ աշխարհում, այլևս զսպել չկա։ Դեմոկրատիա ասած այդ բանը պատճառ է հանդիսացել, որպեսզի այսպիսի ապրելաձևը ամբողջ աշխարհում ընդունվի։ Եվ այն պետությունները, որ դոգմատիկ իրենց դրած կանոնները, օրենքներ ունեն, այսօր տեղի են տալիս միջազգային ճնշումներին։ Անգամ 30-40 տարի առաջ այսպիսի բաներ լսելը ցնցիչ մի բան էր, ներկայիս սովորական մի բան է դա։ Դեռ ավելին, նրանց ավելի շատ տեղ են տալիս, այսպիսով ցույց տալով, որ մենք բոլորովին էլ միակողմանի չենք և մարդկանց իրավունքներն ենք պաշտպանում։ Քիչ առաջ Հակոբ եղբայրը Կանադայի մասին ասաց, փակագծերը չբացեց, հիմա բացենք այդ փակագծերը։ Մի քանի օր առաջ օրենք ընդունվեց, օրինականացվեց, պատրաստ եք լսելու, որ մարդը և անասունը կարող են սեռական հարաբերություն ունենալ։ Գործը հասավ Գերագույն դատարանին, Գերագույն դատարանը հաստատեց այս բանը։ Ղևտացիների 18-րդ գլուխ 23 համարում Լևետիկս գրված է. բնավ անասունի հետ մի զուգավորվի, նրա հետ պղծվելով եւ բնավ կինը անասունի առջև չկանգնի նրա հետ զուգավորվելու համար։ Գարշություն է դա, это գնուսնը։ Ռուսական կայսրության ամենահանրահայտ թագուհինով էր Եկատերինան, հա? Դրանով էր հայտնի։ Պատկերացնում եք օրենքի ուժ տրվի այս անասնական վիճակին եւ ամբողջ աշխարհով դա տարածվի։ Միակ բանը կարող ենք ասել ազերիների աշկլույս։ Իրենք երկարական չեն, էշի նման են, էշերի հետ էլ շատ մոտ են։ Հայտնության 22 գլուխ 11-ից 14 համարներում գրված է. Նա որ անիրավություն է անում, թող անիրավությունն է, եւ նա որ աղտոտ է, թող աղտոտը լա, եւ նա որ արդար է, թող արդարը լա, եւ նա որ սուրբ է, թող սուրբը լա։ Այ ես շուտով կգամ, եւ իմ վարձքս ինձ հետ է, ամեն մեկին իր գործի համեմատ հատուցում անելու։
Այո, սիրելիներ, վերջին ժամանակների մեջ մարդկությունը պղծվել է եւ գնալով ավելի պղծվում է, սա գործընթաց է։ Սատանայի ամբողջ նպատակը մարդկությանը մեղքի մեջ թաղելն է։ Բայց Հիսուս եկավ, իր թանկագին արյունը խաչի վրա թափեց, որպեսզի մեղքերի մեջ մեռած մարդը նրան դիմելով իր մեղքերի թողությունը ստանա եւ ավելին հավիտենական կյանք ունենա։ Տեր Հիսուս երբ որ այս նշանները տվեց, նաեւ հետեւյալ ասաց. երբ որ կտեսնեք այս բաները կատարվեն, այսինքն նշանները իրականանան, ձեր գլուխը վեր վերցրեք, որտեւ ձեր փրկությունը մոտ է։ Այո, մենք անվերապահորեն առանց կասկածի հավատում ենք, որ պիտի տեղի ունենա հափշտակությունը եւ այն շատ մոտ է, եւ ինչպես այն գրված է Առաջի Թեսաղոնիկեցիս 4 գլուխ 15-ից 17 համարներում, Տերը ինքը ազդարարության հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծո փողով երկնքից պիտի իջնի, եւ նախ Քրիստոսով ննջողները հարություն պիտի առնեն, վերջը մենք որ ողջ մնացած ենք, մեկ ակնթարթի մեջ պիտի հափշտակվենք Տիրոջ առջև ելնելու եւ հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք։ Այս խոսքերով մեկս մեկ մխիթարեցեք։ Այո, Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Քննի հոգեվոր կյանքդ, որտեղ ես գտնվում։ Գոտիդ ամուր կապի, Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Եվ այն երկու պատվիրանները, որը Տերը տվեց, մենք մեր կյանքերի մեջ իրականություն դարձնենք։ Պատրաստ լինենք եւ արթուն կենանք, որովհետեւ չգիտենք, թե որ պահին Տերը պիտի հայտնվի։ Տերը թող այս բանի մեջ մեզ իմաստություն եւ շնորհք տա, արթուն հոգեվոր կյանք ապրելու։ Աստված օրհնի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ ամեն։ Us